Վերջին շրջանում համացանցում մեծ իրարանցում է առաջացրել մոդել Անիտա Հարությունյանի և Legend Music Hall-ի միջև տեղի ունեցած իրավիճակը։ Մենք ներկայացրել էինք ձեզ տեսանյութ, որտեղ Legend Music Hall-ում Անիտան իբրև թե կրակում էր, բայց հետագայում դուրս եկավ այն տեսանյութերը, որտեղից երևում էր, որ Անիտան պաշտպանվում է։ Քանի որ մի քանիսը, ինչպես նաև հաբի աշխատակիցները հարձակվել էին Անիտայի վրա և ապօրինի կերպով չէին թողնում մուտքը այն վայր, որտեղ հասարակականը և յուրաքանչյուրը կարող է ներկայանալ։ Այսօր Անիտան դատական ընթացքների մեջ է և մնացական Մարտիրոսյանը նրան դատապարտում է 4 տարի 3 ամիս ազատազրկման։ Այս պահին իրագործը վերաքննիչ դատարանում է Տաթևիկ Գրիգորյանի մոտ։ Սակայն մեր ձեռքի տակ են հայտնվել այս ամենի ճակերտավոր ասած պատվիրատուների լուսանկարները։ Legend Music Hall-ի տնօրենը և հիմնադիրը Արմեն Հովսեփյանը ունի ձայնագրություն, որտեղ պարզ ասվում է, որ այս ամենը կարվել է Անիտայի վրա։ Սակայն տվյալ անձը չի տրամադրում համապատասխան մարմիններին այդ ձայնագրությունը։ Անիտայի և Արմենի միջև եղած խոսակցությունից պարզ դարձավ, որ կա նմանատիպ ձայնագրություն, ինչպես նաև մենեջերը խոստովանեց, որ ստիպողաբար է գնացել և ցուցմունք տվել Անիտայի դեմ։ Այստեղից պարզ է դառնում, որ կան պատվիրատուներ և ըստ համացանցում տարածված լուրերի ու ասեկոսեների այդ պատվիրատուները Սևակ Բաբայանն ու Արմեն Հովսեփյանն են։ Բոլորին հայտնի Legend Music Hall-ի անհայտ տիրոջ լուսանկարը ներկայացնում ենք ստորև և այնուհետև ներկայացնելու ենք մեր անդրադարձը Անիտա Հարությունյանի գործով։ Այնտեղ կան նաև ձայնագրություններ, որոնք լսելիս ամեն բան պարզ կդառնա։ Իսկ ինչ է այս ամենի մասին մտածում վերաքննիչ դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, ինչպես կարող է շրջանցել այն կետերը, որոնք այս պահին բաց են։ Ներկայացնում ենք դատողությունները, թողնում ենք ձեզ։ Մնացածը արտահայտվեք և գրեք մեկնաբանությունները։ Ինձ զապիսն է պետք, Արմեն։ Ինչ զապիս։ Այն զապիսը, որ ես լսել եմ, ինձ այդ զապիսն է պետք։ Անտա թարգելի։ Այսինքն։ Դե ես իմաստեղ եմ, ես ես Սարիկ խոսանք։ Ես նորը տեղից եկա։ Բա մորից ես ոստեղ եմ իմա, ես Սարի հելը։ Չէ, ինձ այդ զապիսն է պետք, Արմեն ջան։ Իմ գլխին որ սարքել են, ինձ այդ զապիսն է պետք։ Ինձ հենց այդ զապիսը պետք է, Արմեն։ Լսի։ Ինչ։ Ասում վերևն եմ, արի վերև։ Չէ, ես չեմ գալու, ոչ։ Դե դու գիտես, դե ինչ ասեմ։ Ինձ այդ զապիսն է պետք, Արմեն։ Ինձ զապիսը պետք է, որտեղ բառացի ցիտում է, որ ինքը հեսա հոդվածը կդնի, ումն ասե, ինքը պիտի գա իմանամ մի հատ ինքը ումն ասե։ Որ ինքը կդնի հեսա այդ հոդվածին վրա, մի հատ էլ հեսա զանգելա պետին ասի քնչական։ Ինձ հենց այդ զապիսը պետք է, Արմեն։ Եթե դու ուզում ես, եկել ես, որ ինձ օգնես, որ ես քո օբյեկտի պատճառով չդատվեմ։ Ու այդ գործը որ ես պրոստը չկարեն, ինձ այդ զապիսը պետք է։ Կլսես մի հատ։ Դու Հմ։ իմա բանն ես խոսում։ Քո օբյեկտի պատճառով։ Քո օբյեկտի պատճառով եմ ես դատվում, այո։ Քո օբյեկտի պատճառով իմ գլխին շինցու կարել են այդ գործը, այո։ Քո օբյեկտի պատճառով է, քո աշխատողների պատճառով է։ Նայ։ Որտեղ որ քո աշխատողը նույնիսկ քո աշխատողը պրակտիկանտ ա եղել այդ օրը, բայց եկել է պոլնի ֆուլին վրա գրել է։ Քո աշխատանքի անդորը չի խափանվել, աշխատանքը երկել են երկի ճերջուներ, բայց քո աշխատողները բոլորը կեղծ ցուցմունք են տվել իմ դեմ։ Լսի, կեղծ ցուցմունք են տվել։ Հա։ Գնացեք բողոքի դատարան թոտան այդ մարդկանց դատեն, ես ինչ անեմ։ Ես եմ ասել գնացեք։ Դու ուզում ես ասես, որ դու ինձ զապիսը չես տա։ Ես քեզ ասում եմ, ես կարող եմ որ մեկին ասել եմ գնա Արմեն, ուզում ես ասես, լավ են արել, ինչ արել են, ամեն մեկ իր այրտին գալու է հեսա պատասխան տա, շատ լավ է որ արել են։ Ապրեն իրանք տենց էլ այդ իրանք մարդ չէ, որ մարդու գլխին կարող են սարքեն, անցանք։ Ես քեզանից պահանջում եմ այդ զապիսը։ Այսինքն ինչ զապիս, ինչ չպահանջում ասես։ Որը որ դրել ես, ես լսել եմ։ Ես ուզում եմ այդ զապիսը ինձ տաս։ Նայ, ես քո հետ մաքսիմալ ամենահնարավոր լավ ձևի ես քեզ բացատրեցի առաջին իսկ օրվանից, որ ես ուզում եմ ամեն ինչ անեմ քեզ օգտակար։ Դու ամեն ինչ չես անում օգտակար, որ դու ոչ մի բան չես անում, ոչ մի բան։ Հետնել շնորհակալություն, որ ամեն ինչ անում ես։ Ինձ այդ զապիսը պետք է։ Всё, ոչ մի բան չեմ անում, Անիտա ջան, ուրեմն այո, ոչ մի բան չեմ անի կտենաս որ ոչ մի բան չեմ անում։ Ես ուրեմն դու տենց ես իմ արածներ ես։ Ես շնորհակալ եմ քեզանից։ Որ դու հասցրեցիր, այո, որ դու հասցրեցիր, դու ոչինչ էլ չես արել։ Որ դու հասցրեցիր դատական օրվա վերջը։ Այդ զապիսն էլ չգիտեմ խի դրեցիր, ես լսա, ու լավ արեցիր։ Պետք չէ այդ զապիսը, որտեվ իմ մոտ կա շատ շնորհակալություն, այն ինչը որ արել ես, ապրեք։ Եկե հասավ վերջը ու վերջը տեսանք ինչ եղավ։
Իսկ հիմա ստեսություն լավ եղեք։ Հաջողություն դուք։ Որտե՞ղ 3 օր չեմ տեսել ես իրանց։ Լուրջ ես ասում։ Փաստորեն են որ քեզի դաժե զորով չէին էլ բերել որ դու գրեիր ին վրա։ Ճիշտ է բերել են քեզ գրել է։ Քեզ չի էլ հետաքրքրել դիմացինի ճակատագիրը Հասմիկ ջան։ Եղավ։ Եթե ես քեզ ասում եմ օր չունեմ ու դու ինձ ասում ես ես չեմ տեսել։ Եթե Հովսեփյանը չի գալիս կաֆե, ես ո՞րտեղ եմ։ Լսի դու մտածում ես Անիտան այդքան քյալա չի տենում ով ինչ անում։ Հովսեփյանն ընդհանրապես կաֆե չի գալի։ 2 վայրկյան եմ եկել այսօր, տեսա իր պապայի հետ։ Հասմիկ, ես քեզ ասում եմ իմ ճակատագիրն է, որ դու ինքդ էիր ասում, քեզի ստիպել եմ, որ գրել ես ին վրա, ճիշտ է։ Բայց դե որ ստիպել են գնա հետ վեկալ այդ ամեն ինչը։ Այսինքն ասա որտեղ առավոտը գնամ քո իմ գրածը ես։ Էդի քո տնօրենը պիտի ասի, ես իրավունք չունեմ ասելու։ Լսար, ոչ էլ ես եմ եկել ձեզ խնդրվել, որ դուք ինձ օգնեք։ Դուք եք ինձ կանչել, որ ինձ փորձեք օգնել։ Ձեր վրա ցեխը հանեք։ Իսկ հիմա ես ոչինչ չունեմ էլ ասելու ձեզի։ Շատ շնորհակալություն։ Բոլորի տարածքներն էլ տենում եմ։ Ես քեզ ասում եմ, օր չունեմ, ես վաղը վերաքնիչ եմ տալի, դու հələ ձգձգում ես։ Մի հատ է պիտի գամ Արմենի հետ խոսամ։ Ձգձգում ես։ Հա, ինատու ձգձգում ես, ես քեզ ասել եմ, օր չունեմ։ Ինչ եմ ինատու, որ այդ մարդը ստեղ չի, ես ինչ անեմ։ Չես կարող զանգես Արմենին։ Ասենք զանգեցի չվերցրեց, ասում պապայի հետ դուրս էր եկել։ Ես որ եկա։ Ես քեզ երեք զանգեցի, ասեցի Հասմիկ, ես օր չունեմ։ Ինքը իր գոլը չի գալի կաֆե, որ ես իրան։ Դու կարար զանգեր կամ SMS գրեիր, ասեիր Անիտա ջան, Արմեն ջան, Անիտայի գործով է, մի հատ վերցրու, կարևոր բան պիտի ասենք, վճռի մոտա, օրերն է։ Այդ մարդը վաղը վճռը տալիս է։ Չէիր կար, հա? Կարեիր։ Հիմա հեռախոսը տար տուր Արմենին, չեմ գալի ես ըտե։ Տար տուր Հասմիկ։ Ու այդ զայնագրությունը, որ ես լսել եմ, այդ էլ կասես թող ուղարկի, դու էլ ես լսել զայնագրությունը, որին վրա սարքել են։ Այդ էլ կասես թող ուղարկի on-line տարբերակով։ Լավ, ասի։